Հարգելի հեռուստադիտողներ կամ դիտողներ միշտ կոմպլեքսավորվում եմ, էլի, առաջ հեռուստադիտող ենք ասում, հիմա չգիտենք ինչ ասենք, մեխանիկորեն դիտող, հետևող, մի խոսքով։ Հարգելի հետևողներ, մենք շարունակում ենք ՄԱԿ փոդքասթը, ինչպես նշեցինք, մեր հյուրը Արթուր Պարոնյանն է, անկախ սոցիոլոգ, բարև ձեզ, Պարոնյան։ Անկախ սոցիոլոգ լինի։ Հա, էլի, սկսենք այդտեղից, էլի։ Սոցիոլոգի անկախը որն է։ Կախյալը որն է։ Հա, չեն հավատում, էլի, ասենք սոցիոլոգիան, ընդունենք, որ վերջին տարիներին, այսինքն 30 տարիների ընթացքում ահագին հասցրել է վարկաբեկվել։ Այսինքն կա սուտ, կա մեծ սուտ եւ կա սոցիոլոգիա։ հա։ Չէ, կա ստատիստիկա։ Դե մենք վերափոխում ենք։ Արտանագրում եք վիճակագրությունը։ Խնդրեմ։ Հա, ինչ է նշանակում անկախ սոցիոլոգ։ Անկախ սոցիոլոգ նշանակում է, որ ասենց ասեմ, մարդը չի կարա ինքը իրանից անկախ լինի, ճիշտ է։ Սուբյեկտիվ։ Մարդը ունի, իհարկե, սուբյեկտիվ է, մարդը ունի հայացքներ։ Ես չեմ աշխատել, երբեք չեմ աշխատել ու չեմ աշխատի ԿՊ-ի հետ։ Ես ընդդիմադիր հայացքներ ունեմ։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չի, բայց Աստվածը թիվն է։ Ուրեմն մենք ունենք թիվ, դա փաստ է։ Հիմա ես ում եմ համակրում, ինչ եմ անում, դա կապ չունի։ Դեպապես անկախ նշանակում է, որ մենք ոչ թե անկախ ենք, այլ օբյեկտիվ։ Հիմա մենք այդ Աստվածը ունենք, այդ թվերը մենք ունենք, ինչ։ Հիմա օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու հարցում։ Ինչ իրավիճակ է հիմա սոցիոլոգիայում։ Նու նայածում համար։ Օբյեկտիվ պատկերը։ Հա, մենք ունենք բազմաթիվ հարցումներ, որոնք օրանում են շտաբերը, ինչ որ անկախ սոցիոլոգները, ինչ որ բանի համար։ Ու մենք ունենք տպված թվեր, հա։ Լավ թե վատ մենք կարանք հիմնվենք միայն այն թվերի վրա, որոնք որ տպված են։ Դրա համար որ չտպված թվերը դա պատվիրատուի սեփականությունն է։ Հասկանալի։ Եվ ինչ են ասում այդ տպված թվերը։ Տպված թվերը ասում են, որ իշխանափոխություն է լինելու հունիսի 7-ին, եթե մենք շարժվենք թվերով, այսինքն եթե շախմատը իրանք պարտվում են։ Տեսեք, մենք ունենք 3 տպված թվեր, հա, մեկը տպել է 2 անգամ, մեկը տպել է 1 անգամ, մեկը տպել է 1 անգամ։ Ովքեր են դրանք։ Կա Արմես, այսպես կոչված ամերիկյան կազմակերպությունը, հետաքրքիր միջազգային հանրապետական դա է։ Չէ, դա Իրինա տպել ու Գելոպն է տպել։ Ունենք Արմեսը, որը 2 անգամ է տպել, դա ուրեմն էլի, в общем, ամերիկյան, եվրոպական փողեր են, ունենք Իրին, որը որ, в общем, հայտնի կազմակերպություն է, ընդ որում իրի թվերը ես մի երկու տեղ արդեն մեկնաբանել եմ, ու ունենք Գելոպի թվերը, Գելոպը երևի պատմականորեն ավելի հակված է դեպի ընդդիմություն, նրանք ամերիկյան են։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ Արմեսը, ինչա իրանից ներկայացնում Արմեսը, ներկայանում է որպես պրոֆեսոր Կոպալյան, ուրեմն քանի որ ոչ ոք չգիտի հետո պրոֆեսոր Կոպալյանը ճշտել ենք, որ իրականում ինքը ավարտել է իսկապես Հայաստանի, в общем, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, սոցիոլոգի դիպլոմ ունեն, երկուսն էլ, բայց Լաս Վեգասի համալսարանի հետ որևէ կապ չունեն, ուղղակի Նևադա, то есть Լաս Վեգասում իրականում տաքսովարորդներ են, բայց sense tenants ով այդ սոցիոլոգները։ Այսինքն Լաս Վեգասի համալսարանի պրոֆեսոր Կոպալյան ներկայացողը իրականում տաքսովարորդ է։ Տաքսովարորդ է, բայց սոցիոլոգի դիպլոմ ունի Հայաստանի։ Եվ ինքը հարցումներ անում ԿՊ-ի համար։ Հա, ԿՊ-ի համար չի ասում, բայց տեսեք, հարցումը առաջի փուլը տպվեց ամբողջ անկետան, տպեց Twitter-ում իրա, հա։ Ուրեմն շատ հետաքրքիր հարցում էր, տեսեք, իրենք առաջի հարցը, որ տալիս ես մարդուն, հեռախոսով, հա, ինչով է սկսվել անկետան, անկետայի առաջի հարցը, ասում է նախկիններին լավ պատժել են, թե չէ, դուրուտ եկել է, թե չէ։
հասկանալի է, չէ, որ ասենք դա ԿՊ-ի շպիոն է։ Ըհը։ Իսկ ես հեռախոսով խոսում եմ, առաջի հարցը որ ինձ տալիս են, ասում են նախկիններին դու Արդեն եկավ։ դիրքորոշում է ինքը հայտնում։ Այդ Այսինքն կոչվում է- շարժ փորձանքից հեռու շատերը կարան ասեն ԿՊ են կնդրում։ Okay, հիմա հարցաթերթը մաքրելուց հետո, հա, որը որ, в общем, սարքացել ինչ որ որոշակի ձևով, մենք ստացել ենք մոտ 20-25 օր առաջ, մենք ստացել ենք հետևյալ պատկերը։ Նու ինչ որ պատասխանել են եւ այլն, մի թիվ էին տպել 32.5 որ ԿՊ-ն է հավաքում։ Հետո մնացած հարցերով ինչ որ երկար բավական վատ անգլերենով ինչ որ բաներ էին բացատրում։ Մի խոսքով ամբողջ անկետայից եկավ հետևյալ պատկերը, որ իրանք ունեն 40.5% ԿՊ-ն, Բայց 32.5-ը ոնց դարավ 40.5։ в общем դարավ։ Եկեք հիմա Չէ, չմաքրեմ։ ասենք արդարանցի դարավ թե։ Չէ, տեսեք, իրանք այնտեղ մի քանի հարց են, դες պրոյ չեմ ուզում մանրացնեմ, սա իրանք ասում են ում ես ընտրելու, մեծ մասը ասում է, նու չնայած էդ էլ է շատ հետաքրքիր բա, հարցվողների 32.5%-ը ասում է ես գնալու եմ իշխանությանը տամ, մնացածները չեն պատասխանում, ինչ որ մասը շատ քիչ մասը ասում է ընդդիմություն, մեծ մասը հրաժարվում են պատասխանել կամ ասում են ես դժվարանում եմ պատասխանել։ Ուրեմն դրանից հետո ուրեմն հարցնում են իսկ կարողա գնաք ԿՊ քվեարկեք։ Դա ոնց ասեմ, պետք չի 5 տարի սոցիոլոգիայի ֆակուլտետ սովորել, որ հասկանալ, որ այդ սխալ հարց է, հա, то есть եթե դու հարցնում ես ուղղորդող հարցը։ Մեղմ ասած, հա, ամեն դեպքում այդ հարցի պատասխանից ելնելով իրանք ինչ որ սանդրակ են փորձել սարքել։ Եվ դա դարել է 40%։ Չէ, այնտեղ 8%-ը պատասխանել է, որ հա, կարամ գնամ ու քվեարկեմ, հաստատ տենց կարամ անեմ, հաստատական պատասխան են տվել, այդ դնում ենք իրանք սարքում ենք 40.5, եւս հիմա արդեն չեմ, в общем, գումարները չեմ հիշում, 24 թե քանի տոկոս ասել են ոչ մի դեպքում, անունը չտասում։ Ես մի բան հարցնեմ, ես ուղղակի արդեն չեմ համբերում։ Համբերությունը սպառվել է մինչև այդ պատասխանին հասնելը։ Սոցիոլոգիական հարցումներով հունիսի 7-ին ԿՊ-ն պարտվում է։ Պարտվում է։ Վերջ, ես գնացի տուն, ինձ էլ ուրիշ բան չի հետաքրքրում։ Հա, միած հասկանանք ավելի շատ որտեղ է պարտվում, ինչա։ Պարոնյան, ոնց է պարտվում։ Հիմա դուք Որ դեպքում է ներկայացրեցիք մի թիվը։ պարտվում։ Տեսեք ինչա կատարվում։ Կա այս ձեր նշած անունը մոռացա նույնիսկ տաքսու շոֆերների բանը, սոցիոլոգիան, որ աշխատում է ԿՊ-ի համար, կա Գելափը ու կա Իրին։ Այդ բոլոր թվերով ԿՊ-ն ինչքան ես հասկացել եմ, հիմա այնքան թիվ կա, որ մարդիկ չեն էլ հասկանում։ ԿՊ-ն մոտավորապես 35.5-ից 40-ը ներկայացվում, հա։ Չէ, ուրեմն սենց է, իրի տվյալներով ԿՊ-ն հավաքում է 38, Արմեսի տվյալներով իրանք վերջի հարցումում ասում են, որ իջել են ԿՊ-ն իջել է 1.5%, այսինքն դառնում է 39, հա։ Գելափի հարցումով այնտեղ դժվար է մի քիչ ասել, բայց եթե շատ մաքրենք դառնում է Ինչքան։ 34 թե 35 չեմ հիշում։ Այսինքն 34-ից 39 տոկոսների միջակայքում է կատարվում ԿՊ-ն։ Իսկ մենք վստահություն ունենք, որ մնացած տոկոսը գնալու է եւ ընդդիմությանը ձայն տալու եւ գնալու է ընտրության։ Չէ, խոսքը չի գնում նրա մասին, թե ինչքանն է գնալու, դա առանձին հարց է։ Խոսքը գնում է նրա մասին, որ այն մարդիկ, որոնք որ գնում են ընտրության, հա, գնացողները։ Հա, այդ 100 է։ Այդ չի կա։ Ուզում է 1 միլիոն լինի, ուզում է 2 միլիոն լինի, բայց ընդհանուր 100% է։ Okay, 39 34 այդ կորիդորում ընտրում է ԿՊ։ Ամենաշատ փոշիացած ձեները տալիս է Արմեսը 17%։ Okay, 39-ին գումարում ենք 17, ու ստանում ենք Ինչ ենք գումարում։ Փոշիացած։ Որ տեսնենք մնացածը ուր է գնում, ընդդիմություն ինչքան է գնում։ 56, 44 տակը մնաց ընդդիմությանը։ Ավելի շատ, քան ԿՊ-ին է։ 5%-ով ավելի շատ։ Այդ իրանց թվերն են։ Այդ հրապարակված թվերն են։ Լավ, հիմա դուք նաև առանձին հարցումներ եք։ Ինչ որ տեղեր, հա, ես եղել եմ ռայոններում, նոր եմ եկել ռայոններից։ Ինչքան է ձեր թվերը բռնում այս թվերի հետ։ Շատ տեղերով բռնում է, ասեմ,
Եկեք ավելի լավ է տենց թվերից հիմա անցնենք, մենք ընդհանուր առմամբ ես ասեմ, որ այդ 38-39 թիվը ես համարում եմ շատ մոտիկ իրականությանը։ Ընդդիմության 42-ը ես կդնեի ներքևի հատվածը, 46-ը վերևը։ Հա, այսինքն ընդդիմությանը 42-ից 46% միջակայք։ Հա, իրանցն էլ ամենաբարձրը 38-39-ը, բայց այդտեղ կա մի քանի խնդիրներ, այս պահին հասարակությունը ցույց է տալիս, որ ահավոր բարձր ընտրական ակտիվություն է լինելու։ Հիմա այս հայկական սոցիոլոգիայի ամենամեծ խնդիրներից մեկն է հաշվել, թե ինչ է լինելու իրական ընտրական ակտիվությունը։ Քանի որ մենք 2021 թվականին ունեցել ենք այլ ցուցակներ, հիմա ունենք այլ ցուցակներ, փաստացի բնակչությունը մենք չգիտենք ինչքան է եղել այն ժամանակ, ինչքան է եղել ինչքան է հիմա, հա, այսինքն զուտ մարդկանց, եթե ես հարցնեմ գնալու եք ընտրության գալու եք, ես չգիտեմ թե այդ 70%-ը, որը ես ստանում եմ, ինքը իրականում ինչքան մարդ է։ Այսինքն 70% ակտիվություն է կանխատեսում։ Իրին հաշվում է 75%, այդ կարևոր է ես հիմա ասեմ։ Արմեսը հիմա փակել է այդ թիվը չի տալիս, Գելը տալիս է ամենակիչը 60 գից 73, Գելը ստացել է 92, բայց թիվը վերջնական հաշվել է 75-ից։ Բայց այդ սարսափելի մեծ թիվ է։ Հա, 92 չի լինում, այդ բոլորը հասկանում են, ամբողջ խնդիրը նա է, որ այս պահին, քանի որ մենք ունենք ու դրա մասին առանձին պետք է խոսալ, սարսափելի վախի մթնոլորտ, Կա։ Իհարկե, դու դա ընդունում են բոլորը, այդ վախի մթնոլորտը բերում է նրան, որ դու կարաս ԿՊ-ին հաշվես։ ԿՊ-ին ճշգրիտ հաշվելը դժվար գործ չի։ Շատ դժվար է հաշվել ընդդիմությանը, քանի որ մարդը ասում է հրաժարվում են պատասխանեմ, չեմ պատասխանում։ Դե հա թաքցնում են, մի մասը կա, որը որ այդ ամենադժվար մասն է, որոնք որ որոշելու են վերջի 3-4 օրը, իրանք իսկապես դժվարանում են պատասխանել, քանի որ իրանք չեն ուզում պատասխանատվություն վերցնեն այս պահին իրենց վրան, քանի որ համոզված չեն։ Այդ ինչ որ մի 5% մնալու է վերջի կարող է 6% մինչև վերջի շաբաթը, մինչև վերջի 2-3 օրը, բայց գալի հատվածը, որը որ ընտրում է ընդդիմություն, ասում է հրաժարվում են պատասխանել։ То есть պրակտիկորեն իրենց հաշվելը, որ իրանք ընդդիմություն են, այդքան էլ դժվար չի, կողմնակի հարցերով 2-3 հարցով դա բավական ճշգրիտ բացահայտվում է, թե ով ուր է գնում եռյակից կամ ոչ եռյակից, այնուամենայնիվ այդ հաշվելը ու շատ կոնկրետ ասելը մի քիչ դժվար է։ Կարևորը ստեղ սա է, իրանք ունեն 38-39, դեմի 62-61-ը որևէ մեկը իրանցից չի ուզում ցույց տա, ուրա գնում։ Հետևապես, եթե մենք ունենք փոշի, որը որ կարող է կազմել 16-17% ըստ հարցումների, իրանք առնվազն 42-ը 38-ի վրա կամ 39-43-ի վրա պարտվում են։ Մենք խոսեցինք վախի մթնոլորտից, նախ ինչպես են իրենք այդ վախի մթնոլորտը տարածում, ու ասեցիք, որ 5%-ի տարբերություն կա, չէ՞, փաստորեն ընդդիմադիր դաշտի եւ իշխանության։ Արդյոք հնարավոր է այդ վախի մթնոլորտը այնքան տարածվի ու այնքան ազդեցություն ունենա, որ այս 5%-ի բալանսը այնպես խախտվի, որ ԿՊ-ն ավելի բարձր լինի, քան ընդդիմությունը։ Ես դրացնեմ այս հարցը, օրինակ, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը դա վախի մթնոլորտի վրա մեծ ներդրում էր, ճիշտ է։ Որքանով է ազդեցություն հիմա դա ունեցել։ ԿՊ-ի օգտին է աշխատում, թե ընդդիմության։ Տեսեք, Անդրանիկ, կներեք, դուրս ենք փոշոտ քամի է։ Խնդրեմ։ Մենք էլ ենք իմիջայլոց երթին մասնակցում Աչափնյակում, շատ լավ երթ ունեցանք, այդ փոշուց ես էլ մի բոլ կուլ տվեցի, Ավինյանն էլ լիքը հիշեցի։ Այդ երթը, հա, այդ երթերը ունեցել են ֆանտաստիկ ազդեցություն, հատկապես երբ որ եղել է Անդրանիկ Թևանյանը, ու դա ես ենթադրում եմ, որ պատճառներից մեկն է եղել։ Հիմա տեսնենք Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը, ուրեմն սա շատ հետաքրքիր պատմություն է, իրանց ձեռ է տալիս, թե չէ, նախ ինքը շատ կարևոր դեր է ունեցել ընդհանուր ընդդիմության թվերի մեծացմանը, դրա համար որ ես խոսեցի անհամբեր ուրեմն տվեցիք մի անգամից թե ինչ է հիմա, չէիք ուզում իմանալ, թե ոնց ենք մտել ընտրություններ, իսկ ընտրություններ մենք մտել ենք, այսինքն ընդդիմությունը մտել է ավելի քիչ թվերով, հա, ու հատկապես Երևանում, Անդրանիկ Թևանյանը ուրեմն շատ հաջող բարձրացնում, այսինքն տեսեք, մենք բոլորս գիտենք, որ կա
ներքին հոսք 3-ի մեջ, չէ՞։ Այո, Հա, երեք ընդդիմադիր ուժերի։ 3 ընդդիմադիր անցողիկ, в общем, Բայց 3 դրսից? խոշոր։ Հիմա այդտեղ ամենակարևորը նա էր, կարևոր հատվածը ընդդիմության այդ պահին նա էր, որը որ ուրիշ մարդ էր Դրսից բերում, ով արել, որ հոսք կապավ։ կածոլը շատացնում էր, ով որ նոր ընտրող էր բերում։ Երևանում ամենամեծ խնդիրն էր դա, Անդրանիկ Թևանյանը փայլուն կատարում էր այդ գործողությունը, իմ հաշվարկով ինքը առնվազն 2-3% ընդդիմության թիվը Երևանում բարձրացրել է, թեև դա ստուգելը մի քիչ ավելի դժվար է։ Ինչ կատարվեց հետ, երբ որ ձերբակալեցին, ով շահեց, հա։ Տեսեք, Անդրանիկ Թևանյանի ձերբակալումը ես հատուկ մեդիա ծրագրերը ստուգելով ես փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրեմն մենք այդ 2-3 օրը Անդրանիկ Թևանյանը եղել է ամենահիշատակվող, ամենամեծ էմոցիաներ առաջացնող, ամենաշատ ինտեգրացում առաջացնող, ամենաշատ կոմենտներ առաջացնող անձնավորությունը, փաստացի մյուսը եղել է Փաշինյանը, ու հաղթել է 18-ով, 17-ով այդ սանդղակով, ու որ մարդկային լեզվով որ ասենք, որ ասենք այդ թվերը բան չանենք, 2-3 օր ընդդիմությունը ունեցել է միասնական վարչապետի թեկնածու, ու միասնական վարչապետի թեկնածուն եղել է Անդրանիկ Թևանյանը մեդիա դաշտում, հա։ Մեդիա դաշտը ասելով դա Facebook-ն է, ոչ թե միայն ասենք լրատվամիջոցների էջերը, այլ նաև մարդիկ, հա, մարդկանց ընդգրկվածությունը, Instagram, TikTok եւ մնացած ամեն ինչը, ու ծրագրերով երբ որ հաշվում ենք, եղել է 2 մարդ, մեկը մյուսի դեմ, ու Անդրանիկ Թևանյանը հաղթել է, ասենք 6.5-ը 10-ի վրա, այսինքն միասնական ընդդիմության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանին 3 օր հաղթել է։ Այսինքն սպարինգ պարտներ իշխանության Այդ պահին եղել է Անդրանիկ Թևանյանը։ Այո, մեդիա դաշտում այդ պահին եղել է, ինքը դարել է քաղաքական սիմվոլ, իրանք հաղթեցին, թե պարտվեցին Անդրանիկ Թևանյանին ձերբակալելով։ Ընդհանուր մթնոլորտի տեսակետից իհարկե պարտվեցին, քանի որ իրանք ստացան, ընդդիմությունը ստացավ քաղաքական սիմվոլ, որը որ իր հետ բերում է բազմաթիվ նարատիվներ, որ սա բռնապետություն է, որ հաղթանակը մոտ է, որ վախում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ չմոռանանք, Անդրանիկ Թևանյանը լուծում էր ընդդիմության համար կարևորագույն խնդիրը՝ Երևանում նոր ձեներ բերել։ Այսինքն այն ձեները, որը որ հակառակ դեպքում պետք է փոշիանային, Անդրանիկ Թևանյանը բերում էր Երևանում ընդդիմության, ու իրա ցուցակին իհարկե, բայց նոր ձեներ, ոչ թե հարևանի ձեներ բերում իրան, այլ փոշիացող այլ կերպ ձեները բերում էր ընդդիմադիր ցուցակ։ Այդ առումով իհարկե ԿՊ-ն շահեց։ Դե սենց ասեմ։ Չէ, բայց այս ձերբակալությունը նաև հակառակ Տեսեք, Անդրանիկ, չէ, հակառակ էֆեկտը ես ասացի, որ տվել է։ Չէ, չի շարունակում տալ, թե չէ։ Դե տեսեք, այդտեղ մարդը, որը որ խոսում է, չէ։ Հա, դա արդեն ուրիշ։ Իհարկե, իր ձենը պակասեց։ Իր ձենը շատ կարևոր էր, իր ֆիգուրը շատ կարևոր էր։ Մարդիկ ամեն ինչից զատ ընտրում են կերպարներով։ Հա։ Մենք ունեինք քաղաքում ընդդիմությունը ուներ տենց պրոբլեմ։ Չկար միջին խավի մի հատվածի համար, չկար երևանցու համար ընդունելի, հասկանալի կերպար, հա, որ ընտրի իրեն։ Վերջին հաշվով, ասենք, ահա մեկը իր համար ինչ որ կերպար է ընտրում, չէ, որը որ իր համար հասկանալի է։ Միջին խավի համար ընդունելի, հասկանալի կերպար զգալի հատվածի համար մոտ 50-60 հազար, իսկ դա, в общем, շատ լուրջ թիվ է, չկար, ու այդ խնդիրը լուծում էր Անդրանիկ Թևանյանը։ Ինչքանով է հասցրել լուծել, ես չեմ կարող ասեմ, դրա համար որ այդ տենց արագ հարցումներ անցկացնելը դժվար է։ Մեդիա դաշտում այդ 2-3 օրում ինքը հաղթել է իշխանությանը,
ես էլի կրկնեմ, փաստացի մեդիա դաշտում մենք ունեցել ենք միասնական վարչապետի թեկնածու ընդդիմության կողմից եւ գործող վարչապետ։ Ու գործող վարչապետը պարտվել է։ Հիմա իշխանը կմնա, ինձ թվում է ինչ-որ մասը բերել է, բայց ամեն դեպքում իրանց խնդիրը նա էր, որ ինքը այլևս չունենա այն ակտիվությունը, որը կան երևի քաղաքական պատճառներ, ես ասում եմ սոցիոլոգիական պատճառները, դրա համար որ ահռելի դիտումներ ա ունեցել, հա, ու մի շարք այլ ցուցանիշներով ընդհանուր Բարգավաճ Հայաստանի, որի հետ միասին գնացել է Մայր Հայաստանը, թվերը աճում էին Երևանում եւ ի սկզբանե, ասենք, նեղ շրջանակներում շատերը թերահավատ էին Երևանի թվերից Բարգավաճ Հայաստանի, բայց այն որ սկսեց աճել, ինձ թվում է իրանց մոտ ահու սարսափ առաջացավ, իսկն այն որ այս երկուսը կան ու ինչ որ թիվ ունեն, այդ հասկանալի է, Երևանում իրանք պարտվում են, այդ հասկանալի է, հիմա մի հատ էլ երրորդը եկա, որը սպասում էին, որ ինքը ինչ որ դες ցածր տոկոսներ ա ունենալու Երևանում, մեկ էլ ինչ որ շատ անսպասելիորեն ինքը գրեթե կրկնապատկվեց։ Թիվը Երևանում։ Այդ վախի մթնոլորտը սերմանելու առումով, որ ասում ենք Թևանյանի ձերբակալությունը, օրինակ կարող էր ազդել սոցիոլոգիական հարցումներին չպատասխանելու դեպքում, վախենալու դեպքում, այսինքն վախենան չպատասխանեն։ Իսկ մասնակցության վրա ազդեցություն ունենում, եթե վերջին օրով այնուամենայնիվ կգնան եւ կընտրեն ու որքանով է անհրաժեշտ իշխանափոխության համար ընտրություններին բարձր մասնակցությունը։ Տեսեք, 1.300.000-ից հետո սկսում են իրանց խնդիրները։ 1.280.000 եղել է նախորդ ընտրությունները։ 1.280, հա, ինչ որ 1.300.000-ից սկսում են, բայց հիմա եթե 20,000 ձայնը այդքան նշանակություն կունենա։ Ну, в общем, չէ, արդեն այդ ընկետնա, որտեղից որ իրանք սկսում են կրվել։ Հիմա հարց ա ծագում, ես ձեզ ասում եմ 38-39, այն կողմից 43, չէ։ Հիմա խնդիրը նա է, որ այն 5%-ը գալիս է 1.350.000-ից հետո, կամաց։ Հիմա այս պահին մարդիկ բոլորը, որ հարցնում ես, ասում են հաստատ մասնակցելու եմ։ Մասնակցությունը չափելու համար մենք ունենք մի քանի հարց։ Այսինքն ով է հաստատ մասնակցում։ Եթե ասում է հաստատ մասնակցում եմ, ինքը մասնակցելու է թե ոչ։ Ну, չենք կարող ասենք։ Մենք գիտենք, որ հաստատ կմասնակցի այն մարդը, որը որ միշտ մասնակցում է։ Դրա համար մենք իրան հարցնում ենք 21 թվին ընտրությունների գնացել ես թե ոչ։ Մյուսը, եթե ինքը արդեն ընտրություն ունի, եթե մարդը գիտի ում է ընտրելու, ինքը հաստատ ու որոշել է, որ պետք է գնա, անցյալում արդեն գնացել է, այդ պարագայում ես կարամ ասեմ, որ այս մարդը իսկապես գնալու է։ Բայց եթե այդ 3-ից ինչ որ մեկը չկա, հա, այսինքն ես որոշում ունեմ, օրինակ այս մի ցուցակը դուրս գալիս է, բայց հաստատ չգիտեմ, կգնամ թե չէ, 21 թվականին էլ ասում եմ Հայաստանում չեմ եղել։ Հիմա ինչ իմանամ Հայաստանում եթե ելներ կգար թե ոչ։ Ու ստեղ մենք արդեն թվերը սկսում են ջարդվել մասնակցության ու թեև չեմ հավատում, որ մասնակցությունը շատ ուժեղ կընկնի, բայց այնուամենայնիվ ելնելով 72-73% մասնակցությունից այսօր ամեն օր օրը 2 ժամ ես հատկացնում եմ նրան, որ վերահաշվարկեմ, թե ինչ մասնակցություն ենք մենք ունենալու, քանի որ մասնակցության մեջ կա շատ հետաքրքիր պատկեր։ Ինչ առումով։ Ուրեմն ինչի հաշվին է շատանում։ Ում հաշվին է շատանում։ Նոր գալացողների։ Okay, տեսեք, 21 թվականին մենք ունեցել ենք հետևյալ պատկերը։ Մենք ունեցել ենք 3 հատված, 3 դոմինացիաներ, հա։ Դոմինացիան ինչ է, դե ժողովրդի կարծիքն է։ Ամեն մեկս իր շուրջը որոշում ենք, թե ժողովրդի կարծիքը ինչ է։ Մենք ունեցել ենք 3 տիպի ժողովրդի կարծիք, մենք ունեցել ենք 3 ժողովուրդ։ Մեկը, որը քվեարկում է ԿՊ, մեկը, որը քվեարկում է կոնֆլիկտից դուրս մնալ, կարող է այլ քվեարկի կամ չգա։ Մեկը, որը որ ընդգծված ընդդիմություն էր։ Ուրեմն ընդգծված ընդդիմությունը եղել է այդ բանը, ոնց որ մագնիտային դաշտ լինի, հա։ Քանի որ ժողովուրդը սենց է մտածում, դա մագնիտային դաշտ է, որը որ ինչ որ ձևով ազդում է մնացածների վրա։ Ռեզոնանս է տալիս։ 3 մագնիտային դաշտում, հա,
որտեղ որ հիմա դուք կարաք բացեք տվյալները, ասենք տեղեր ա եղել, որտեղ որ ԿՊ-ն հավաքել է գյուղեր, ասենք օրինակ Իջևանում կամ Շիրակում 85%, իսկ այնտեղ մի մագնիտային դաշտը եղել է այնքան ուժեղ, որ մնացած բոլորին ջարդել է։ Եղել են հատվածներ, որտեղ որ ինքը հավաքել է 65%, այսինքն այս երկու հակառակ դաշտը աշխատել են ինչ-որ ձևով ու սրան թուլացրել են։ Որտեղ այնտեղ այն տեղերը, որտեղ որ 65 է ինքը եղել։ Ինչքան Երևանի մոտիկ, այնքան ինքը ավելի քիչ ձայն է հավաքել։ Բայց ընդդիմությունը դրանից քիչ է օգտվել, այդ հատվածում ուժեղացել է այն մագնիտային դաշտը, այն դոմինացիան, որը որոշել է կոնֆլիկտից դուրս մնալ։ Քանի որ ամենաշատ կոնֆլիկտից դուրս մնացած հատվածը եղել է Երևանը։ Հիմա ում հաշվին է աճելու այս անգամ ընտրական ակտիվությունը։ Ռեզերվ ունեցողը ոչ թե ասենք այն հատվածներն են, որտեղ որ ինքը ունեցել է 85%, քանի որ որտեղ որ դա հա տեսեք գրականության մեջ դա կոչվում է սիստեմ համակարգված դոմինացիա։ Դա Ստալինի ժամանակ ալնում։ Եթե ամբողջ գյուղը ասում է մենք ԿՊ ենք, ԿՊ-ին դեմ գնալը դժվար է, եթե 80%-ը ԿՊ են։ Ես չեմ կարա, դա բան է, ասենք Ստալինից վերան բռնապետություն։ Թորիկի մեջ ասում է համայնքը զորավոր է։ Հա, համայնքը շատ զորավոր։ Համայնքը որոշել է։ Համայնքը որոշել է։ Հիմա այնտեղ որտեղ որ համայնքը չի որոշել, ամենամեծ ռեզերվները նրա համար, որ ընտրական ակտիվությունը շատանա, դա Երևանն է, դա օվկիանոս է, չեղած ձեների, հա։ Երևանի կողքերը ու համեմատաբար մեծ քաղաքները։ Այսինքն ԿՊ-ի պարտության համար վճռորոշը լինելու է Երևանը։ Վճռորոշը լինելու է Երևանը։ Երևանում իրանք մտել են ի սկզբանե իրանք ունեին 30%, հա, ամենալավ հաշվարկով, բայց հիմա աճել է։ Երկու հարցումը, որը որ իրանք ցույց են տալիս, որ աճել է, իրին ցույց է տալիս, որ աճ են ունեցել, բայց եթե դա անգամ տենց է, դա շատ վատ լուր է իրանց համար։ Ինչի՞։ Ասեմ, ուրեմն այդ մոբիլիզացիան ինքը երկկողմանի ճանապարհ է, հա։ Եթե այս կողմ գալիս է, հակառակն էլ է գնում։ Ինչ է կատարվում, եթե իրանք նախ ով են այն մարդիկ, որոնք որ իրանք մոբիլիզացրել են, հա։ Դա ասենք դուք նշում եք Արամ Զավենևնա եւ մնացած այդ в общем գրպանիկները, որտեղ որ նախքին ինչ որ կամ այսինքն դրանց վրայից են քաշել։ Հա, այդ մարդկանց իր հիստերիկությունը ահավոր վախացրել է, որ իրանք պարտվում են։ Հա, այսինքն գրպանիկներում պահկվելը այլևս այդ դաշտի համար շատ ու շատ վախենալու խնդիր է։ Գնանք գլխավոր գլխին կպնենք, որ հաղթենք։ Հա, հիմա տես դերենիկ, եթե ասենք ես ու դու ենք, նու լավ, որ շատ չվիրավորվես այդ Նիկոլականի դերը ես ինձ վրա։ Նո, ես խնդրեմ չունեմ։ Հա, Ոնց թե չունեմ։ Դե հիմա։ Ինչ ասեք, ես Դերա։ Հա, օքեյ, հիմա լավ, ուրեմն դերենիկը ասենք որ այդ կարմանչիկ մտածնա, իսկ Արեքնազը Նիկոլականը։ Չէ, հակառակը, Հակառակը։ արդեն բանա, արյուն պիտի թափի։ Հակառակը, չէ, հակառակը, բայց ոչ թե ընդդիմադիր է, այլ պասիվ ընդդիմադիր է, որը որ շատ քաղաքականապես ակտիվ չի եւ այլն եւ այլն եւ այլն, բայց Նիկոլին չի սիրում։ Հիմա երբ որ դերենիկը երկու դեմ դիմաց հարևան եք, հա, երբ որ դերենիկը ասում է պետքա գնալ, քանի որ ոնց որ թե կարող է ինչ-որ անշրջելի բաներ լինեն, կարող է երկրում իրավիճակ փոխվի, պարտվի, Արեքնազը զգում է, որ դու որ վախենում ես, որ ինքը կարա պարտվի, Արեքնազը ասում է ուրեմն եթե կարա պարտվի, ես պետք է գնամ։ Այսինքն մոբիլիզացիան երկու կողմանի է տեղի ունենում։ Այդ այն ճանապարհն է, որտեղ որ դուք իրար հետ միշտ շփվում եք, հա, ու եթե դու մտել ես այս գրպանը, ինքը ուղակի տաններ մնում, այն պահին, երբ որ դու ակտիվանում ես, բնից դուրս է գալիս։ Դու որ ինչ որ մեկը որ բնից դուրս է գալիս, այն մյուսն էլ է բնից դուրս գալիս։ Դրա համար իր համար դա հեչ լավ նորություն չի իրականում։ Դրա համար որ այս հատվածը շատ ավելի մեծ է։ Հիմա այս պահին, տեսեք, ես չեմ ուզում հնչեցնեմ այն թիվը, որը որ ինձ ասենք հոգեվիճակը իմ շատ ավելի հանգիստ է, քան ձերը։ Քանի որ ես ինչ որ թվեր գիտեմ,
ընտրական ակտիվության Երևանում, հա, Ակնի ինֆորմացիայի Բայց կրող չի ասում, որ Չեմ մեր ուզում- տրամադրությունները չբարձրանան։ չէ, բարձրացնել, հիմա եթե ասեմ, պետք է ասենք մարդիկ հանգստանան, չեմ ուզում ասեմ։ Դրա համար որ ամեն դեպքում փորձում ես վերազննել, փորձել հասկանալ, իսկ կարողա թիվը սխալ է։ Բայց այսօր ընտրական ակտիվությունը Երևանում դա ուղղակի բան է, տորնադո է, հա։ Իսկ ես հակառուսականության ես արշավը, որքանով է անդրադառնում քաղաքացու ընտրության վրա, որովհետև Ռուսաստանից էլ բավականին անհանգստացող ազդակներ են գալիս, օրինակ հիմա էլ արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ եթե Հայաստանը սկսի անցում կատարել Եվրամիության չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար սահմանված սովորական պահանջները։ Ու այսպիսի ազդակներ այս քանի օրը արդեն շատ իրար հետևից գալիս են։ Ես լրացնեմ Արեգ Նազին, դե ընտրությունները նաև վախի գործոնի շահարկում է, չէ՞, Նիկոլը շահարկում է պատերազմը, վախեցնում է պատերազմով, այն մյուս կողմից օբյեկտիվորեն, հա, ստեղծվել է մի վիճակ, հենց Նիկոլի ջանքերով, այսինքն Նիկոլի ջանքերով գեներացվել է հակառուսական տրամադրություններ, այնտեղ ներվը առաջացրել ու հնչում են նման հայտարարություններ, ես նշեմ նաև, որ լուր տարածվեց, որ Արմավիրում նախկին հոկտեմբերյան, հա, մարդիկ ճանապարհ էին փակել, խնդիրը կապված էր լոլիկի եւ այլ բանջարեղենների արտահանման հետ կապված սահմանափակումների դեպի Ռուսաստան։ Այսինքն այդ վախի գործոնը հիմա աշխատում է, թե չէ մյուս կողմից։ Որտեվ այդ զանգվածների մեջ նիկոլական զանգվածներ Հա, իմիջիայլոց այդ մարզերը շատ դեպքերում նիկոլական են։ Okay, հիմա տեսնենք, դուք նշեցիք երկու բան, A. խոպան, B. գյուղատնտեսություն։ Ահա։ Մենք ունենք երկու գոտի, որը որ մեկը A. խոպանն է, B. գյուղատնտեսությունը։ Մեկը դա Գեղարքունիքն է, մյուսը Արարատյան դաշտավայրը։ Արարատյան դաշտավայրում ինքը ունեցել է 65% պլյուս, հատկապես ձեր նշած Արմավիրը։ Ունեցել է երբ։ 21-ին։ Հա, ու Գեղարքունիքում մոտավորապես, այսինքն դա պիկ զոնաներ են։ Ամենապիկը եղել է Տավուշի հատվածը, հատկապես Իջևանի ինչ որ գյուղեր, ու Շիրակի մարզում այդ Պեմզաշեն, Ամասիայի տարածաշրջան։ Արտիկ, հա, в общем, գեղեցիկ տեղերը։ Ուրեմն հիմա այս մենք ունենք մի իրավիճակ, երբ որ տեսեք գյուղացիներն եկեք նիկոլական չհամարենք։ Դե քվեարկության են ասում։ Հա, քվեարկել են իրանք Նիկոլ ու ուզում էին քվեարկել Նիկոլ, բայց ոչ թե նրա համար որ Նիկոլին են սիրում։ Իրանք դա հոգեբանական բացատրություններ ունի, վաղ իշխանությունը փոխվեց, իրանք քվեարկել են մյուս իշխանությանը։ Իրանց համար կարևորը կանխատեսելիությունն է ու որ փոփոխություններ չլինեն, իրանք հասցնեն հարմարվել։ Իրանք ունեն ցածր սրանից բետար անկանխատեսելի Okay, իրավիճակ։ հիմա անցանք մյուս հատվածին։ Ուրեմն մենք ունենք երկու տագնապ, եթե ասենք մասնագիտական լեզվով, այսինքն վախ, հա։ Մի վախը, որը որ ինքը սերմանում է սեպտեմբերին պատերազմ կլինի, ու դրա կոնտր տագնապը, այսինքն երբ որ երկու վախ է, որն է ավելի աշխատող։ Մի մահ է։ Ну, հույսով եմ մահով չի վերջանա։ Չէ, ժողովրդական ասացված կա։ Հիմա երկու վախից որն է ավելի ազդեցիկ։ Մյուսը դե տնտեսական է։ Որը որ մոտիկ է, որը որ ավելի շոշափելի է, հա, որը որ ավելի իրատեսական է, նա էլ մարդու վրան, նո տեսության մեջ, հա, նա ավելի շատ է ազդում մարդու վրան։ Հիմա որն է ավելի մոտիկ ու իրատեսական։ Դե կոնկրետ հիմա պամիդորը չի կարող։ Պամիդորը ուղղակի ֆռում է ու գալիս է հետ։ Ելակը ֆռում է հետ գալիս է, ծաղիկները ջարդում, այսինքն դա այն, սենց ասեմ, նա նիսե է, սա նաղդա։ Այսինքն վերասյա վախ, հա, բանին։ Հա, այն նրան է հերույա։ Չէ, նու անիրատեսականա թե չէ, տեսեք, եթե ես ունեմ երկու խնդիր, ես այդտեղ վառվում է, հա, ինչ որ բանը, այնտեղ որ վազեմ ինչ որ խնդրեմ կա, ես նախ եւ առաջ պիտի ճանապարհս բացեմ, չէ, ես в общем կրակը հանգեցնեմ, դրա համար որ գալիս է, այս կրակը պետք է հանգեցնեմ, որ հետո զբաղվեմ այն մյուսով։ Այդ կրակը ռեալ կա, ակնհայտ կա, դա ակնհայտ է։ Հիմա ինչքանով է ոնց է դա ազդելու ընտրողներին, հա։ Չափումները ցույց են տալիս, որ այդ մարդկանց
զգալի հատվածը ամենայն հավանականությամբ տուն է մնալու։ Այսինքն Չեն գնալու ակտիվությունն է ընտրություն։ անկում։ Տեսեք, մարդուն շատ դժվար է, հա, իր ակտիվությունը իջնում է, հա, ու ընդհանուր իր, в общем, հատվածը փոքրանում է։ Այդ շատ կարևոր բան է։ Այսինքն իրեն պոտենցիալ ընտրողները չեն գնա, կմնան տանը, հա։ Այդ վախի արդյունքում։ Այսինքն Նիկոլ, Ավելի լավ։ հրահարում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ, այսինքն հակառուսական տրամադրություններ է գեներացնում, սադրում է Ռուսաստանին կոպիտ ասած, ընդեղից ստանում է պատասխան, ու որը աշխատում է քաղաքականապես իր դեմ։ Տեսեք, իրանք ունեն նաև իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են մենք ամսի 7-ից հետո կգնանք այդ հարցերը կլուծենք, չէ՞։ Իսկ նես չի որ իրանք դուրակեն չեն հասկանում, թե ինչա կատարվում։ Ամբողջ խնդիրը նա է, էլի մենք գալիս ենք հիմա Բայց պամիդորը փչացավ։ Պամիդորը փչացավ, այդ հասկանալի է, ամբողջ խնդիրը ասենք այս պամիդորը փչացավ, եթե ինքը ասում է ես կլուծեմ հարցը, ինչքան մարդա որ հավատում է։ Հիմա ստեղ մենք ունենք մի կարևոր բան։ Ընդհատում եմ, Ռուսաստանը նաև ասել է, որ ինքը ուշով հետևում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներին, ու ըստ այդ արդյունքների էլ ինքը իր որոշումները կկայացնի։ Ու դեկտեմբերին դրվելու է բանի, այդ հայտարարության մեջ նշվել էր, ԵԱՏՄ-ի հետ։ Այո։ Հա, դա Այսինքն ինքը ինչքան էլ ասի կփորձեմ լուծեմ, չլուծեմ, Ռուսաստանից արդեն ասել են, որ եթե սա մնա ու եթե մնալու դեպքում էլ շարունակելու է այս իր հակառուսական արշավը, ինքը արդեն իր որոշումները կկայացնի ու արդյունքում այդ գինը վճարելու է հայ ժողովուրդը ցավոք սրտի։ Բայց դուք հիմա քաղաքական տեքստ եք ասում, իսկ մերը մի քիչ ուրիշ է, մենք պետք է հասկանանք, թե մարդիկ դա ոնց են ընկալում, ու հավատացեք, ձեր նման քաղաքականապես ակտիվ չեն եւ այդքան մանրամասներ չգիտեն։ Իրանք ունեն մի քանի խնդիր, որից ամենակարևորը նա է, որ 21 թվին ով որ քվեարկել է Նիկոլ, նա դժվարություն ունի, եթե մինչև այս պահը մնացել է այն համոզմամբ, որ դե, в общем, էսա, հա, լավավատա սա է, ինչ որ ձևակերպում է գտելու մնացել է այդ դաշտում, իր համար հոգեբանորեն խնդրեմ կա, անցնել այլ դաշտ։ Այդ լավագույն որոշումը չեզոքությունն է չգնալու։ Տունը մնալն է։ Այսինքն ընտրազանգված կորցնելու տեսքով։ Հետևապես ես ենթադրում եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք որ փոխում են դաշտը, այսինքն եթե դու գնում ես նոր տեխնացուի մոտ կամ գնում ես, в общем, երկու ցուցակ կա, որը որ իրանց համար ընդունելի է գյուղի համար, ու ինչ որ հատված ենթադրում եմ, թիվ չունեմ, ենթադրում եմ կգնա այդ ցուցակներ, բայց կարևորագույնը նա է, որ Արմավիրում մենք կտեսնենք, որ ընտրական ակտիվությունը կլինի բարձր, ավելի քան եղել է 21 թվականին, միևնույն ժամանակ շեշտակի բարձր ես չեմ սպասում, ինչի դրա համար որ ինչ-որ մարդիկ կմնան տանը։ Այսինքն այս պարագայում ձեր նկարագրած ընդդիմության մագնիսական դաշտը ավելի դոմինանտ է դառնում իշխանության նկատմամբ։ Այո, Երևանը լեզվով ասենք։ Հիմա այս պահին տեսեք, Երևանը ոնց որ տենց է։ Երևանը ճնշում է բոլորին, Երևանին ինչքան մոտիկ այնքան Նիկոլը ցածր, հա, Երևանում իր համար աղետ է, հա, ու այդ աղետը իրանք չեն կարա շրջեն, թեև փորձեցին ու հիմարություն ստացվեց Երևանի փողոցներ դուրս գալը, դա առանձին պատմություն է, թե ինչի է ինքը դա արել։ Դες ասացված ասում է գեղցեց կերապ, հիմա այստեղ հավալապ կիրացեց կերապ։ Չէ՞, դա։ Ու Երևանը կարծիք է ստեղծում, ինչքան ավելի հեռու է, то есть մեծ քաղաքներին ավելի արագ է հասնում, ինքը սենց ասեմ, արդեն չեմ պատկերացնում, ինչ-որ տեղեր կա, որտեղ որ ինքը 50 ունի, իր պիկ զոնաներում, գյուղերում, ինչ-որ գյուղերում, բայց ընդհանուր առմամբ գյուղերի այն իր հատվածը, որը որ ինքը հաղթում է, տոկոսով կարող է դաժե եթե նույնը մնա, մարդկանց ձայների քանակով դա ավելի քիչ է, անգամ եթե տոկոսը պահպանվում է, ես պարզեմ հասկանալու, այսինքն տոկոսային բան, բայց մարդ իր կողմնակիցները քչացել են ֆիզիկապես։ Այդ, հա, ես, в общем, հա, տեղ իրանք ֆիզիկապես մարդ
Ֆիզիկապես օրգանիզմ մարդ, ավելի քիչ է, տոկոսը նույնն է, կարող է, բայց օրգանիզմ չկա, ավելի քիչ։ Տոկոսը իրանք կարող է եւ պահեն ինչ որտեղ, չնայած ոչ միտեղ չեն պահում, տենստեղ չկա որ տոկոսը պահեն, առնվազն ասենք 15-17% քչանում է, բայց ֆիզիկապես ձայների քանակությունը որևէ կերպ չի հերիքացնում, որ Երևանի էլեկտորալ ըմբոստությունը իրանք կարողանան փակել։ Պարոն Պարոնյան, Արեգնաս, երևի ավարտենք, ես գումեմ, որ դու Պարոն, նաև հոգնած ես, չէ, բայց ես մի հատ պարոն հարց չէր ունեմ։ ուզում, որ մեր տրամադրությունը բարձրանա, բայց ես հիմա իմ տրամադրությունն այնքան բարձր է, լիքը լավ բաներ ամեն դեպքում ասեց, էլի։ Լավ, մնաց իրականություն դառնա։ Հա։ Ես փորձենք ամփոփել, հա, այս ամեն ինչը։ Ես ինչքան հասկացա, այս իրավիճակում ինչ որ հիմա կա, այս ստեղծված իրավիճակում, նույն ձևով, նույն ձևաչափով, եթե ընտրությունները տեղի ունենան վաղը, մյուս օրը կամ նույնիսկ ամսի 7-ին, Նիկոլը որևէ շանս չունի վերարտադրվելու։ Ինչ էլ ուզում է անի, ասենք, չգիտեմ, պապի ձեռը բռնած կա, Ոչ, нет, no։ нет, Էլ ուրիշ բան չխոսած Դերենիկ։ Ես լավ նոտայով էլ ավարտենք։ Լավ նոտայով էլ ավարտենք, Բայց ավարտելուց առաջ ամեն անգամ հիշացրեք, որ անպայման մասնակցել։ եթե, տեսեք, իմ խնդրումը միշտ նա է, որ եթե ես ասեմ ինքը շանս չունի, ես հիմնվում եմ այն թվերի վրա, որ մարդիկ ասում են մենք գալու ենք։ Ես դա տեսնում եմ փողոցում, այո, տրանսպորտում տեսնում եմ, այո, բայց ոնց որ դուք վախ ունեք, տենց էլ ես վախ ունեմ։ Ու տեսեք, ամեն մի փոքր շրջապատում կա, ես ունեմ 2 վայրկյան մի բան ասեմ։ Այո։ Տենց բան կար, հունգարացի կանտոր կար, որը որ 19-րդ դարում ինքը համ փիլիսոփա էր, համ ֆիզիկոս էր, ինքը որ այդ բացահայտում է, որ ատոմ կարա միլչայշ Այո, ճիշտ է, դիտարկում անverջ կարա բաժանվի, ինքը տեսնում է, որ 4-ը 4-ին քառակուսին այդ չիստիցաները հավասար են 1-ը 1-ի քառակուսին ու համաձայն առեղծվածի ինքը ասում է եւ վիժու это но я не верю ես տեսնում եմ բայց չեմ հավատում հիմա բոլորը Երևանի միջին խավը նույն վիճակում է հա ասում է որտեղից սպասենք ինչ որ մի վատ բան այսինքն մենք տեսնում ենք բոլորս որ փողոցը երրում է որ մարդիկ արդեն պատրաստ են կուտակվածը տանել ընտրատեղամաս եւ քվեարկել իրենց պարտքը կատարել բայց ամեն մեկը ինչ որտեղ սպասում է թե ինչ ալնելու ինչ են անելու շատ բարձր բան կա ինչքան ավելի բարձր մասնակցություն եղավ այսինքն եթե կարանք մենք կրենք 34-ը 48-ով կամ 50-ով դա անհամեմատ ավելի համոզիչ եւ ձեռները իրանց կապող ինչ էին ասում կանդալը գցի, հա, կանդալող կլինի, քանց թե եթե մենք կրենք 42-ը 30-ով։ Իմիջիայլոց ես էլի կրկնեմ, երկրորդելով Պարոնյանին BBC ոդքասթում, որտեղ քննարկում էին Հայաստանի հարցը, կանչել էին ռուս էքսպերտ, որը ինոագենտ էր Ռուսաստանում, այսինքն ես ինչու եմ սա շեշտում, որ իրենք խիստ կողմնակալ էին, պրո իշխանական էին եւ անընդհատ նշում էին, որ ճիշտը Նիկոլի վերարտադրությունն է, հարց տրվեց Նիկոլը շանս ունի կրվելու, այդպես իրենք հակառակ տեսանկյունից էին գալիս, ասես Նիկոլի կրվելու միակ շանսը դա բարձր ակտիվությունն է, բարձր ակտիվության դեպքում Նիկոլը ես արտասանեմ պարոն Պարոնյանի սիրած բառը մեջքի վրա գնում է։ Այսպես որ հարգելի հայրենակիցներ եւս մեկ անգամ ձեզ կոչ անենք, որպեսզի անպայման մասնակցեք ընտրություններին, գնաք քվեարկության, դեմ քվեարկեք այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններին ու հունիսի 7-ին միասին ձևավորենք նոր ազգային հայկական իշխանություն։ Միացեք, որ փոխենք։ Միացեք, որ փոխենք։ Այսքանը կհանդիպենք։